Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է։ Այսօր ես ձեզ հրավիրում եմ խորհենք մի անչափ կարևոր թեմայի շուրջ։ Այսօրվա թողարկումը ես վերնագրել եմ այսպես՝ բարոյական հայի վերածննդի մեկնարկ։ Եվ սրա շուրջ էլ ես եւ տեսակետ եմ ներկայացնելու եւ ակնկալելու եմ ձեր արձագանքին եւ մասնակցությանը, եթե իհարկե դուք կկարևորեք այն, ինչ որ ես ձեզ կներկայացնեմ։ Վերելք հաղորդաշարը իր վերջին շրջանի եթերների ժամանակ ներկայացրել է մի տարբերակ, մի բացատրություն մեր իրականության վերաբերյալ։ Ինչ է կատարվում, ինչու է կատարվում, ինչ գործոններ կան, որ ազդում են, ինչ ուժեր կան, որ ներգրավված են, ովքեր են դրանք, ինչ նպատակներ ունեն, այդ ամենը հանգամանալից ձեզ ներկայացվել է։ Եվ այլևս այդ թեմաներին չենք անդրադառնա, համարելով, որ դա արդեն ձեզ հայտնի է։ Նրանք, ովքեր ոչ բոլոր տեսանյութերն են նայել եւ ասենք իրենց համար անհասկանալի էր, թե ինչ եմ ասում, ես հորդորում եմ մտնել Facebook-յան վերելք հաղորդաշար խումբ եւ ասենք նայել վերջին շրջանի եթերները։ Եթե խորապես անհանգստացած են այս իրականությունով եւ մտածում են ինչ անել հարցի շուրջ։ Եվ հիմա հաղորդաշարի համար կարևոր է ինչ անել։ Որպեսզի ինչ անելի ուղղությամբ մենք գնանք, ես ձեզ մի քանի օրդոր եմ հղում։ Առաջինը աշխատեք լսել ելք ասողներին։ Հնարավորինս իրական ելք ասողներին։ Հաջորդը խուսափեք խայծեր գցողներից, ձեզ մատուցողներից։ Ասեմ ինչպես են անում։ Ասենք ինչ որ մի անձնավորություն, իսով չափ հայտնի կամ շատ հայտնի, սկսում է, ասենք, ճշմարիտ բաներ ասել, խիստ քննադատում է, ասենք, իշխանություններին, քննադատում է ձեր մոտ ինքը վստահություն է, դա շնչում, որ ահա տեսեք ինքը քննադատում է, եւ այդ քննադատության հետ մեկտեղ, երբ որ ինքը զգում է, որ որոշակի փուլից հետո դուք իրեն վստահում եք, սկսում է արդեն իր խաղը խայծեր գցել։ Օրինակի համար ասեմ, կարող ասել, իսկ այդ Արծրուն Պեպանյանն էլ դրսի փողերով է աշխատում։ Օրինակի համար եմ ասում, մեկ ուրիշն է կարող է ասել։ Կամ ասենք այդ ամեն ինչը ձեզ վստահ է, մեկ էլ ասի, թե ճիշտ կլինի, որ կաթողիկոսը հրաժարական տա։ Այս բասիկ կուտեր խայծեր գցում են եւ շատ մարդիկ, ասենք, դա չհասկանալով, որ իրենց հիմարացնում են, հասնում են իրենց արդյունքների։ Ինձ մի բան է հետաքրքիր, որ լսում եք կոշտ քննադատողներին, դուք չեք կարող քննադատել։ Ինչ նոր բան են ասում, որ ասենք դուք չգիտեք։ Եվ հետո ո՞րն է իմաստը այդ կոշտ քննադատումների, եթե ինչ որ վտանգ եք ներկայացնում, ապա կալանավորում են։ Եվ դրա իմաստն եմ ուզում հասկանալ։ Ո՞րն է։ Կալանավորում են ում ուզում են։ Կոշտ քննադատողների հանդեպ էլ ես հորդորում եմ ուշադիր լինեք։ Ես չեմ ասում, թե բոլորին կասկածեք, բայց ես ասեցի իմաստը նախ չեմ հասկանում։ Երկրորդը ես ձեզ աշխարհի փորձից կարող եմ օրինակներ բերել, թե ինչպես, ասենք, իշխանությունները կարողանում են գտնել մարդկանց, շահագրգռել եւ ասել դուք մեզ ամենակոշտ ձևերով քննադատեք։ Վիրավորեք ինչպես ուզում եք, որպեսզի այն մյուս կոշտ քննադատողներից ավելի կոշտ լինեք եւ այդ դժգոհ զանգվածը ժողովրդի գա դեպի ձեր կողմը։ Դա իրականացում են, դժգոհ մարդիկ լսում են իրենց եւ այս մարդիկ, ովքեր որ այդ դերը ստանձնել են, մարդկանց մոլորեցնում են եւ տանում են փակուղի։ Սա էլ հաշվի առեք։ Այնպես չի, որ ով որ գալիս թունդ խոսում է, պիտի ընդունեք, ինչպես ասում են հալածյուղի պես։ Հաջորդը ես համացանցում նայում եմ, բավական մարդիկ խելացի ընկած Ալիևին խելք են սովորեցնում։ Չէ, դու սխալ ես, այս քարտեզը կա, այս թիվը կա, լճանունը այս էր, սահմանը այս էր։ Հարգելիներս, դուք կարծում եք Ալիևը չգիտի, ինչը իրական պատմությունը կարծում եք չգիտի, իրեն պետք է ինչ-որ բաներ ասել, ինչ նույնիսկ աշխարհաքաղաքական համաձայնություններ կան, ու երբ որ դուք ջանքեր եք դնում այդպես իրեն ապացուցելու 5 քարտեզներով,
իմացեք ինքը ծիծաղում է ձեր վրա։ Մենք այդ ամենը գիտի։ Նմանապես էլ ես հորդորում եմ դադարեք մարտնչել համացանցում ադրբեջանցիների հետ, որոնք պատմական էքսկուրսներ են անում։ Ուրիշ իրավիճակում ես դեմ չեմ, այսպես ջախջախեք իրանց, դա հեշտ է, բայց հիմա պատկերացրեք ձեր նավը խորտակվում է, խնդիրներ ունի, ինչ որ մի հատ նավից էլ գալիս է, կողքից անցնող, ձեզ ասում են մեր նավը ձերիցին է, դուք էլ ընկած, փոխանակ զբաղվեք նավի խորտակումը կասեցնելով, իրանց հետ ճակատ կրակել, չէ, մեր նավը հին է։ Ինչ է լինելու ձեր հին նավի հետ։ Պարզ է, չէ։ Նրանք ձեզ զբաղացնում են, որպեսզի ձեր ջանքերը չուղեք հանկարծ, իսկ ինչ անենք հարցի շուրջ, խորհելու վրա։ Սա մեկ, ու նաև եւս մեկ հորդոր նրանց, ովքեր որ ապագա պետության տեսլականների հարցերով են զբաղված։ Դա իհարկե խիստ անհրաժեշտ կարևոր գործ է, բայց հարգելիներս էլի նավի օրինակը բերեմ։ Պատկերացեք ձեր նավը խորտակվում է, եւ դուք փոխանակ ձեր ջանքերը գործադրեք խորտակումը կասեցնելու վրա, նախագծեր եք անում, թե ինչ գույնով կցանկալի է ներկել այդ նավը հետագայում, ինչ փոփոխություններ անել այդ նավը։ Նավը խորտակվելու է, ձեզ էլ իր հետ է տանելու, ու իսկապես երկրի վիճակը այդպեսին է։ Այնպես որ ժամանակավորապես թողեք այդ թեմաները, եկեք մտածեք, տեսնենք ոնց են փրկում այս նավը, կամ նավից ինչ են կարողանում փրկել։ Հասկանում եք։ Եվ վերջապես դադարեք պախարակել, նշանակել ժողովրդին, թե մեկ այլ ժողովուրդ դուք գիտեք, որ այս ամենին համակերպվում է, փաստ է համակերպվում է, պետք է փորձեք հասկանալ ինքներդ, թե ինչու է այդպես, հետո կարողանաք մարդկանց բացատրել, հետո նաև օգնեք, եթե կարող եք, իսկ որ ասենք պախարակում եք, ինչ դրանից։ Եվ այս հորդորային փուլը ավարտում եմ հետևյալով, Դորից եմ կրկնում, եկեք լսեք իրատեսական ելք առաջարկողներին, թե ինչպես այս իրավիճակից փրկել, եթե հնարավոր է ողջ երկիրը, եթե հնարավոր է ողջ ժողովուրդը, եթե հնարավոր չէ ինչ որ մաս, որովհետև մեր պետության նավը խորտակվում է։ Ասում եմ լսենք ելք ասողներին, հարց կառաջան, իսկ ո՞րն է ելքը, պարոն Բեբանյան, ո՞րն եք դուք տեսնում որպես ելք։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, որքան որ ես եմ կարողացել ըմբռնել, կարդալով, լսելով, իմանալով, վերլուծելով, ու նաև մեր ժողովրդի իրական վիճակը, ու նաև այն գործիքակազմը, որը կիրառում են այդ աշխարհաքաղաքական ուժերը, որպեսզի մեր ժողովուրդը լինի այսպեսին ու հանկարծ չդիմակայի, իրականությունը, այսպես կարելի ասել, գրեթե 5 մատի պես իմանալով, ես մտքեր ունեմ, որը ելքի ուրվագից, որություն չի դες համար, որը ինձ հիշեցրեց Facebook-յան մի օգտակտեր, իմ Facebook-յան ընկերներից, անգամ ընկերել չէր, ինձ նամակ էր գրել վերելքի թողարկումները դիտելով, ես հիմա ձեզ ներկայացնում եմ եւ զրույցն էլ հենց գնալու է դրա շուրջ։ Ինչ է գրում ինձ պարոնը։ Անունը չեմ նշում, կարևոր հանրայնացնելու համաձայնություն չեմ դիմել այդ հարցով, կարևոր էլ չի, դեզանից յուրաքանչյուրը, բայց ոմանք կլինի, ինչ է ասում։ Արգելի պարոն Պեպանյան, միգուցե իմաստ ունի երկրորդ պլանի դնել լևանդիներին ազգակիր դարձնելու տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ պահանջող աշխատանքը եւ կենտրոնացնել գլխավոր ջանքերը ազգակիրներից կենսունակ միասնություն ստեղծելու վրա։ 60,000 Հայաստանից, այդ թվի ես եմ ասում, մի 100,000 էլ Սփյուռքից կարող են կազմել այն ընտրանիկ օրիզը, որը սկիզբ կդնի բարոյական հայի համակարգված վերածնունդին։ Սա է առաջարկում եւ իր խոսքը ավարտում է եւ ներկայացնում է ինքը ինչ սկզբունքների եւ ալգորիթմների հիման վրա ապահովել բարոյական հայի վերածնունդը եւ ասենք այդ ազգակիրների կենսունակ միասնությունը էլի ինչ սկզբունքների եւ ալգորիթմների հիման վրա լինի։ Ինքը ներկայացնում է աշխարհի փորձից կոնկրետ ժողովուրդների կողմից իրականացված փորձ, որը ես ուշադիր կարդացել եմ, մասամբ նորություն էր ինձ համար, մասամբ չէ, համենայն դեպս ուսանելի էր։ Ես առաջիկայում
հա, կներկայացնեմ, ու ոչ մի քանի ժողովուրդների փորձերը ստեղծված իրավիճակում ինչպես են արել, գլխավորապես այնտեղ խոսքը գնում էր, եթե դու պետություն չունես, ինչպես կարողանաս քո տեսակ պահպանել։ Իսկ այն, որ մենք այսօր փաստացի պետություն չունենք, ազգակիրները ես նկատի ունեմ, փաստը, եթե չեք ըմբռնում, որ այդպես է, լավ չի։ Ինչ է ասում պարոնը, որ ասում է երկրորդ պլանը մի կողմ դրեք, Լևանդիներին ազգակիր դարձնելու, ասենք այդ ջանքերը թողնենք։ Իսկապես ես բավական երկար ժամանակ անցյալ դարի վերջերից մինչև 2018 թվականը իմ առջև նպատակ էի դրել, երբ որ ժողովրդի իրական պատկերը պարզել է, որ դուք հիմա տեսնում եք, նրանց վերափոխելու ուղղությամբ էր իմ ջանքերը, իմ տառապանքները։ Ու ասեմ ձեզ, մինչև 2018 ողջ ժողովրդի վերափոխելու այսպես բարդ ծրագիր էր, որի ես էլի աշխարհի փորձից հետևեցրել էի ուսումնասիրություններից հետո, մինչև 2018 թիվը այդ ուղղությամբ հաջողություն հասնելու թեկուզ փոքր, բայց հույսեր կար։ Եվ ես այն ժամանակ, որ ներկայացնում էի քայլերի համակարգ, այնտեղ հատուկ կետ կար։ Հաստատել ռացիոնալ հարաբերություններ իշխանությունների հետ, մինչև 18 թիվը։ Ինչ էի հասկանում ես դրանում, որ ասենք խոշորացույցով նայում ես, տեսնում ես իշխանական համակարգի մեջ կան արդյոք մարդիկ, որոնք այս կամ այն չափով ազգակիր են եւ այս քո մտահոգությունները նրանց համար ընկալելի եւ ըմբռնելի է։ Ու եթե կան, ապա փորձել իրենց հետ առնչությունները ստեղծելով, ռացիոնալ հարաբերություններ ստեղծելով, այնպես անել, որ իրենք նպաստեն այս ծրագրի իրականացման, ազգային վերափոխման կամ նպատակույնը չխանգարեն, քայլեր ձեռնարկեն, որ չխանգարվեն։ Ասեմ, որ հաջողություններ կային նախկին իշխանությունների օրոք, կային մարդիկ, բարձր պաշտոնյաներ, որոնք ընկալում էին։ Ես առիթ եղել ասել եմ, անգամ իրենք են ինձ հրավիրել, ասել են ինչով օգտակար լինենք։ Ու բայց ոմանք էլ այն ժամանակվան դիմադիր, որ կարդում էին, որ ես գրում եմ այնտեղ կետ կար հաստատել ռացիոնալ հարաբերություններ իշխանությունների, անմիջապես իրանից հեռու մնացեք, ինքը համագործակցում է իշխանությունների հետ։ Հարգելիներս, ռացիոնալ հարաբերություն հաստատելու համագործակցությունը դրանք ուրիշ բաներ են։ Ես շատ ուրախ կլինեի, որ իշխանությունները այն որակի լինեին, որ ըմբռնեին այն աստիճան, որ համագործակցեին այս ծրագրի իրականացման հետ։ Բայց այդպես չէր եւ ռացիոնալ հարաբերությունների հաստատելու հնարություն կար, ասացի կային մարդիկ, անհատներ կային առանձին, որոնք ըմբռնում էին, բացի դա այդ նախագիծը ազգային վերափոխման ես որ առաջարկում եմ, այդտեղ կա այսպեսի մի դրույթ, դու շատ բարձր ու վսեմ վեհմի գաղափար ես դնում, դրանից խոսում ես ազգի առաջ, որ որոշ իշխանավորներ են, որ ասենք դա կարդան իրենք իրենց մեջ գոնե կասեն, ինչ վատ կլինի, որ դա իրականանա։ Այդքանը արդեն բավական էր, որ չկաշկանդեն, եթե կարողանային էլ օգտակար իրեն շատ լավ։ Հասկանում եք։ Բայց դա անցյալ էր ու այն ժամանակ, ասում եմ, կար շանս, հնարավորություններ, որովհետև կար պետություն, թեկուզ թերի, կար բանակ, թեկուզ թերի, կար ազգային անվտանգության ծառայություն, թեկուզ թերի եւ կար անվտանգության որոշակի զգացողություն։ Բայց շանսը բաց թողնվեց ոչ իմ մեղքով, իսկ հա 2018 թվականից հետո սա արդեն բացառվում է ռացիոնալ հարաբերություն հաստատել իշխանությունների հետ։ Երևի թե բարձ հասկանում եք, խորանալու կարիք չկա։ Այնուամենայնիվ, որպեսզի ես իմ խղճի առաջ հանգիստ լինեմ, ես 2018 թվականի հունիսին կարծեմ, ես նամակ եմ տարել կառավարություն եւ այս նույն բանը ասել եմ, որ կարիք կա սա անելու, այլապես լինելու է այն, ինչ որ եղավ։ Բայց քանի որ արձագանք չեղավ, շատ արագ ինձ համար պարզ էր, բայց ասենք ես իմ կողմից այդ քայլը արել եմ, այսպես ասած հոգուս հանգստության համար։ Հիմա էլի խոսում ենք ինչ անելու մասին։ Մենք ունեցել ենք 3 շարժում առնվազն այս 18-ից հետո, որոնք որոշակի հույսեր էին առաջացնում մարդկանց մոտ, ես տեսնում եի այդ հույսերը, ես տեսնում եի այդ մարդկանց, քանի որ ինքս էլ որպես եւ վերլուծաբան եւ որպես քաղաքացի մասնակցում էի, բայց ափսոս այդ հույսերը չարդարացան եւ շարժումներն էլ նպաստեցին, որ ազգակիր հատվածը գնա
հուսահատության, թողնի հեռանա երկրից մի մասը, մնացածն էլ պարփակվեն իրենց մեջ եւ ասեն հնարավոր չի, մեր սիրտը չի դիմանում եւ այլ եւ այլ։ Դա դժբախտաբար եղավ ի շահ դրսի ուժերի։ Հիմա էլ կան նախաձեռնություններ, իրենց շարժումներ են կոչում, բայց որքանով ես վերլուծաբան քաղաքական, որ Երրորդ հանրապետության բարուրային ժամանակից հետևում է քաղաքական մտքի զարգացմանը, հոսանքներին քաղաքական գործիչներին, հավանականությունը շատ փոքր է, որ ասենք եղած նախաձեռնությունները երկրում ինչ-որ իշխանափոխություն կանեն կամ արմատական փոփոխություններ կգնան թեկուզ երկար ժամանակի մեջ։ Ոմանք հույսեր են կապում ընտրությունների հետ։ Ես դեմ չեմ, որ այդ նախաձեռնությունները հաջողեն ընտրություններով էլ կարողանանք իշխանափոխություն անել, բայց եկեք պարզ ու անկեղծ խոսենք։ Ես 2028 թվականին կդառնամ 70 տարեկան։ Եվ իմ այս ապրած տարիների ընթացքում ես չեմ տեսել ընտրություններով իշխանության փոփոխություն։ Եվ քիչ էլ հույսեր ունեմ, որ իմ կյանքի ընթացքում ես դա կտեսնեմ։ Ազատ արդար ընտրություններով իշխանություններ առանց էքսցեսների հեռանան։ Մյուս կողմից ես ժողովրդավար չեմ եւ միշտ էլ կարծիքին եմ եղել, կուզեմ հետագայում շատ սխալվեմ, մեր ժողովրդի քաղաքական մտածողության մակարդակը հաշվի առնելով, ես դա բավական լավ գիտեմ, հնարավոր չի գան իշխանության այն ուժերը, որոնք կլուծեն ժողովրդի առջև ծառացած ծանր ու բարդ խնդիրները։ Թե աշխարհաքաղաքական ազդեցություն, թե ներքին մենթալիտետային քաոս եւ այլը։ Դա գրեթե բացառվում է, որ այդ մարդիկ, որոնք ունեն այդ լուծումը եւ գան հրապարակ խոսեն, այդ իրենց ծայտան, որ 700,000 ձայն։ Դա կարելի ասել ֆանտաստիկայի ժանրից, բայց եթե դուք գտնում եք կարող եք փորձեք թեպետ կարող է դա էլ հանգեցնել ժողովրդի հետագա հուսահատացման։ Մյուս կողմից գնում է մի գործընթաց, որ արդեն ակնառուց երևում է, ես դեռ անցած տարից եմ հայտարարել, որ Հայաստանում ընթանում է չհայտարարված քաղաքացիական պատերազմ, արդեն որոշակի տերմինները ես վստակեցրել եմ Լևանդիների եւ ազգակիների միջև, Լևանդիները շատ են, ազգակիները քիչ են, եւ ես անընդհատ ահազանգում էի մինչեւ 2018 թիվը, ընկալում չկար, որովհետեւ դա այդպես ցածուն չէին էլ տեսնում, ու այդ քաղաքացիական չհայտարարված պատերազմը ինքնաբուխ էր։ Լևանդիները այնպես չէր, որ ցեն շտաբ ունեին եւ մտածում ինչպես մենք ճնշենք ազգակիրներին։ Ազգակիրները դա չէին էլ ընկալում, քանի անգամ ես ահազանգել եմ։ Պարզապես Լևանդիները շատ էին դարեր շարունակ հասարակական կառույց, հասարակական մտածողություն իրենցն է եղել, քանի իրենք շատ են, իսկ իրենց շատը լինելով իրենք կաշկանդում էին ժողովրդի զարգացմանը, պետության անհրաժեշտ զարգացմանը եւ ազգակիրներին էլ ճաշում են, նրանք աստիճանաբար քչանում էին։ Հիմա արդեն այդ քաղաքացիական պատերազմը քեր բացահայտ է եւ դրսի ուժերը օգտագործելով Լևանդիներին բուրըն գրոհ են իրականացնում արժեքների հանդեպ տեսակի իրական տեսակի դեմ։ Ընդհանրապես, երբ որ ուզում են դրսի ուժերը ինչ-որ մի ժողովրդի խեղել, թուլացնել, դրա գործիքները պարզ են կրթության որակը գցել, թույլ չտալ, որ ասենք ստանալ անհրաժեշտ կրթությունը խեղել, խեղված ինչ-որ մարդիկ առաջացնել, դպրոցը իրենցով անել, մշակույթապես խեղել, կեղծ մշակույթ տալ, դեմոգրաֆիկ փոփոխություններ անել, հիմա ահազանգում են, սպառնում են, որ 100,000-ավոր ադրբեջանցիներ են բերելու, այլ ազգիներ են եկել, խառը վիճակ, ինչ է լինելու մեր վիճակը, հասկանում եք, հոգեպես են փորձում ազդել մարդկանց վրա, պատմություն են աղավաղում, որպեսզի ժողովուրդը կտրվի, ես նոր եկոսորն կտրվի իր պատմությունից, չիմանա ինքը ով է, իսկ անցյալ չունեցողը եւ ընդհանրապես գաղափար, ազգային գաղափար չունեցողը դեռ Ստոլիպինն էր ասում, ինքը կմախ պարարտանյութ է դա ունեցող ազգերի համար։ Այս ինչ որ ես ասում եմ, երևի նկատում եք, որ արվում է մեր իրականության մեջ եւ այսօր չափազանցած չեմ լինի, եթե ասեմ պահը օրհասական է։ Բարեբախտաբար շատերն են զգում, այն ինչ որ առաջներում չէին զգում, բայց ահա չգիտեն մարդիկ ինչ անել
այս շարժումի հետևից գնացին այն շարժում ես տեսնում եմ թե ինչպես են կարճում այդ հույսի վերջին նշուլից որ ինչ-որ մի ձև փրկվեն որ այս ամենը չշարունակվի բայց դժբախտաբար եղավ այն ինչ որ եղավ հայտարարված քաղաքացիական պատերազմ արդեն Լևանդիների կողմից ազգագիտային շարունակվում է բուրըն տեմպերով իսկ մեր կողմից գործել է պետք ես ասացի որ մինչ այսօր վերելք հաղորդաշարը ներկայացրել է իր մոտեցումները իրականության նկարագրության իրականության ախտորոշման երևույթների բացատրության, ինչ է կատարվում, ինչու է կատարվում, ովքեր են շահագրգիռ, որ այս ամենը լինի ու ինչ գործիքներով ու գործոններով են ազդում, դորից եմ ասում, այս ամենը կա վերելք հաղորդաշարի վերջի շրջանի եթերներում, ու եթե այս ամենը ձեզ հուզում է եւ դուք մտածում եք ինչ անենք, դրանք հարկավոր են, որպեսզի համոզվեք, որ ես հենց այնպես չեմ խոսում, որպեսզի իրականությունը ճանաչեք, եթե չճանաչեցիք, ապա ձեզ խաբելու են։ Հիմա Եվ որ ասացի, որ անհիշելի ժամանակներից իմ նպատակը եղել է ողջ ժողովրդի մենթալիտետը փոխելը, մեծ ուրախությամբ ես հիմա նկատում եմ, որ շատերն են այդ մասին խոսում։ Առաջիկայում էլի կանդրադառնամ, ժամանակ միայն ես էի։ Հիմա ուրախ եմ, որ շատերն են այդ մասին խոսում։ Բայց ասացի, հիմա դա ծանր գործ է։ Այն ժամանակ իշխանությունների հետ ռացիոնալ հարաբերություն հաստատելով կարելի էր փոքր ռեսուրսով։ Իսկ հիմա մենք անկազմակերպ ենք ու մի աշխարհի հզոր ուժեր իրենց համակարգերով, տեխնոլոգիաներով մեր դեմ գրոհում են։ Իմ շատ ավելի դժվար է ժողովուրդ ամբողջ ժողովրդին վերափոխել, երբ որ դուք ինքներդ էլ տեսնում եք։ Հիմա եւ այս որոնումները, որ ես ունենում էի 20 տարի առաջ մոտարապես որ աշխարհի փորձը ուսումնասիրում էի, ես այդտեղ մի գործիքակազմ տեսա, թե ինչպես են իրենք կարողանում իրեն ժողովրդի մենտալիտետը փոխել։ Դա ինչպես Հարգարժան հերոստատիտողն էր ասում, դա ազգակիրներից կենսունակ միասնություն ստեղծել էր։ Եվ ես տեսա, թե ինչպես մի շարք ժողովուրդներ, որ էլիտան, որ ուզում է հասնի հաջողությունների, ինքը արդեն որպես առաջի կարևոր քայլերից մեկ, այնտեղ շատ գործիքներ կան, նկարագրված են իմ կոնսերվատիվ հեղափոխության գրքում։ Այ մեկը սա էր։ Իրական ազգակիրներին համախմբել որպես կարևոր քայլ եւ կենսունակ միասնություն ստեղծել, որի հիման վրա արդեն ու նաեւ դու ունենում ես այդ ռեսուրսը, այդ բազան, որի ուժերի միջոցով, հնարավորությունների միջոցով այն ուսկ քայլերն ես գործարկում։ Եթե դուք սա չեք արել, դուք խոսակ եւ ոչինչ չեք կարող անել։ Հիմա սա առավել քան անհրաժեշտություն է գնալ սրան, որպեսզի վերջնականապես մենք չուծացվենք մեր իսկ հայրենիքում, մեր իսկ պատմական հողի վրա եւ գտնելով, որ ամենակարևոր քայլը այսօր ազգակիրներից կենսունակ միասնություն ստեղծելն է, առանց որի դուք ոչ ընտրություններում եք հաղթելու, ոչ կարողանալու եք դիմակայել, այսպես ցակուցերիվ խառնամբոխով չեք կարողանալու։ Եվ գտնելով, որ գլխավոր անելիքը այսօր դա է, ես նորից եմ կրկնում այն նամակը, որ ինձ ուղարկել էր վերերքի դիտողը։ Միգուցե իմաստունի երկրորդ պլանի դնել Լևանդիններին ազգակիր դարձնելու տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ պահանջող աշխատանքը եւ կենտրոնացնել գլխավոր ջանքերը ազգակիրներից կենսունակ միասնություն ստեղծելու վրա 60,000 հայերից Հայաստանից 100,000 սփյուռքից կարող են կազմել այն ընտրանի կորիզը, որը սկիզբ կդնի բարոյական հայի համակարգված վերածննդի։ Այսինքն տեսակը փրկելու խնդիր է դրած, հայրենիքի փրկությունն էլ այս տեսակը պետք է փրկի, հասկանում, если դուք իրեն չեք կազմակերպել, հայրենիք էլ չեք կարող փրկել, ժողովուրդը չեք կարող փրկել, նորից եմ ասում, դուք պետք է ձեր զորքը ունենաք, կազմակերպված, որպեսզի կարողանաք հակակշռեք այն մյուսին, թեպետ դրանք շատ հզոր։ Իսկ ընդհանրապես մենք ոչինչ չունենք, խոսում ենք միայն, նկարագրում ենք, տրտնջում ենք, ցավ ենք ապրում ու Սա ինչ որ ես ասում եմ, ի տարբերություն այն մյուս կոչերի շարժումից, քաղաքական պայքար չի։ Բավական երկար ժամանակ քաղաքական պայքար չի լինի, որտեղ ուժերը անհավասար են։ Մենք պետք է այսպես ասած գլուխը կախ, նույնիսկ կիսով չափել չերևացող, սկսենք այդ մարդկանց գտնել եւ ստեղծել այդ
կառույցը ազգակիրների ու ես գիտեմ որ դա երկար է տևելու ու ես գիտեմ որ շատերը հիմա շատ հոգեբանական ծանր իրավիճակում են ու եթե մենք իրենց թեկուզ հեռավոր լույս ցույց չտանք այդ մարդիկ վաղը մսորը առողջական խնդիր են ունենալու երկրից են հեռանալու պարփակվելու են ինչ որ խնդիրներ ունենալու ուշացած կլինի եթե մի որոշ ժամանակ հետո դուք կգզանք չեսնեք կլինի իզուր ես հիմա իմ Facebook-յան ընկերներից մեկի մի գրառում ձեզ ներկայացնեմ պատկերը ներկայացնելու համար դեպս շատ մեղմ է սա ես իրեն ճանաչում եմ ինչ է գրում Երևանում չի ապրում Գեղեցիկ լուսաբաց, գեղեցիկ բնություն, գեղեցիկ երազանքներ, մի մեծ ու գարշահոտ աղբանոցում։ Ես որպես գրող լավ եմ պատկերացնում այս մարդու հոգեվիճակը ու ես համոզված եմ ձեզանից շատերն էլ գեղեցիկ լուսաբաց տեսնում հմայվում են, բայց հետո որ հիշում են, որտեղ են իրենք, ինչ հոգեվիճակի մեջ են ընկնում։ Ես դա լավ գիտեմ։ Եվ ես էլ եմ այդ վիճակի մեջ ու որպես գրող բազմիարդերի մոտ գուցե 10 անգամ ավելի ծանր եմ տանում հենց այդ դա է որ ստիպում է այդ ծանր տանողին որ պատեպատ խփի ինչ որ ելք առաջարկի չի դիմանում հասկանում եք նույն անձի մի գրառում եւս այն լեզվական անկարգությունը որ ծնունդ է առել վերջին տարիներին ամենավերին մակարդակներից ու դարձել սոցիալական բոլոր շերտերի սեփականությունը իհարկե Ցավոք արդեն հարիր է նախկինում գրեթե հավասարը չունեցած կրթյալ միազգի, որ դարձավ ժողովուրդ այնուհետ խառնամբող, ամբող հետո խառնամբող ու արդեն օրստորե անդեմ ու անիքնություն մի զանգված։ Հենց ինքս էլ իմ իդեալը չլինելով հանդերձ շատ ծանր եմ տանում մարդկանց գրհիկ, անկարգ, տգեղ, խախոյախառը բառամթարկներով լեցուն այն էլ հատկապես երբ դա լսում եմ այն մարդկանց ու մարդու շուրթերից ում հետ կապում ենք մեր երկրի, մեր ազգի հույսն ու ապագան։ Գրեհիկ, կարշահոտ խոսվածքի ակունքը իմ կարծիքով մարդու անդառնալիորեն ձևախեղված ներաշխարում է ու չհաջողված դաստիարակության մեջ։ Այսօր եւ հիմա ամոթալին այն է, որ զզվելի բնավորությամբ ու իր անտանելի բառապաշարի պահեստարանից օգտվող մեկը կարող է խաթարել մի ամբողջ ազգի լեզվամտածողությունը։ Այս վերջին նախադասությունը որ պիտի կարդամ ուշադրություն դարձրեք։ Ցուրտ է, սարսափելի ցուրտ, այնպես որ սառել է անգամ հույսը։ Ես համոզված եմ վերելքի լսանի մեծամասնություն այս իրավիճակի մեջ նայելով շուրջը։ Ու ես գիտեմ որ շատերդ եք տարապում այս իմ ճանաչած մարդու նման եւ ես իրեն գրել եմ այն ինչը հիմա ձեզ եմ ասում տարբերակ այսպես եմ տեսնում որոնել գտնել գեղեցիկ հոգի ունեցողներին ստեղծել գեղեցիկ մի միջավայր աղբի հոտից չխեղդվելու համար հետո արդեն ջանալ ամենը մաքրել աղբից Սա եմ ես տեսնում ինչ անելու հարցի պատասխանը, ինչ անենքի հարցի պատասխանը եւ առաջիկայում կոնկրետ զրույցներ կունենանք կոնկրետ քայլերի հետ կապված թե ինչպես անենք սա, որի կարիք կա ես ասացի 100-րդ անգամ ասում եթե չարեցիք դրսի ուժերի Ճանքերը ես լավ տեղյակ եմ ծրագրերն էլ այստեղից ոչինչ չի մնալու։ Մարդկային ինչ որ բազմություն կլինի, այս ընկերոջս նկարագրածից էլ ավելի վատը։ Հիմա որպեսզի կարողանանք դա իրականացնենք, ես աշխարհի փորձը որ հետազոտել եմ, այդտեղ գործիքներ են կիրառում, ասենք ազգագիրների էլիտան, որ տարապում է դրանով, խթանիչ քայլեր, կերպարներ տիպարներ նմանակման ենթակա ցույց ես դնում մարդկանց այս քո ասած ազգակիրներին, որ նրանց մոտ առաջանա վեհության ձգտում աչքերը փայլեն, հավատան, որ ասեն, ահա տեսեք, մի հայ, տեսեք ինչեր է արել, ուրեմն մենք էլ կարող ենք։ Մենք նաև այդպիսի տիպարներ պիտի որոնենք, գտնենք։ Ես հիմա մեկը կա, ես կարճ իր մասին ասեմ։ Խոսքը դեպի Կախաղան գրքի
մասին է, որ ես վերջերս հրատարակվեց, մեծ շնորհակալություն Ռաֆին, որ այդ ամենը կազմակերպել էր, երեք ես ինքս էլ հնարավորություն ընձեռնեցին գիրքը կարդալու, եւ որ Հալաջյան հերոսը այն տիպաներից մեկն է, որ ասենք ես կդնեմ, դնելու եմ ի ցույց, որ ասեմ տեսեք հայեր։ Հայ, որ ասում եք ինքն է ազգակիրներից մեկը, չեմ ասում իդեալականը, բայց հա տես ինքն է։ Եվ դեմել չեմ լինի, որ ասենք ի ցույց դնենք իրեն եւ ասենք ինձ էլ ձեզ էլ ասենք եկեք չափենք իր հետ, տեսնենք մենք որ չափով ենք հայ։ Իր արածը քանի տոկոսով մենք կարողանանք անենք։ Հիմա շատ են չի արցնում, ինձ ասում են ով է ազգակիր, ինչպես եք չափում։ Չափի մի միավոր, ես ձեզ ներկայացնում։ Իհարկե ամենա այսպես բարձրագույնը նժդեհն է ինձ համար Հայկ Ասատրյանը, բայց ասենք նաեւ սույն անձնավորությունը եւս անցյալ դարում է ապրել։ Հիմա ինչ եք տեսնում իր օրագիրը կարդալով 1926 թվականին թուրքական բանտում է հայտնվել, ես հիմա գիրքը ձեզ չեմ պատմի, կհորդորելու եմ որ կարդաք։ Կարդում ես եւ տեսնում ես անկրկող չէ, ընկճվող չէ, խելամիտ է, կարողանում է ցանկացած իրավիճակում ինքնասիրությունը չնսեմացնելով լուծում գտնել։ Իր հարցերը կարգավորում է, ու չի բավարարվում սրանով նաև ինքը ազգակիր է, գտնվելով էլի դժվար վիճակում մտածում է իր տեսակի փրկության պահպանության մասին։ Եվ ես հորդորում եմ, որ կարդաք Տեպիկա Խաղան գիրքը 300 օրինակ տպագրել էր, 200 հատ բաժանեցին, եւ ես խնդրելու եմ, որ էլեկտրոնային տարբերակն էլ տեղադրի համացանցում։ Շատ մեծ է, համարյա 900 էր, բայց եթե ուզում եք դուրս գալ այս վիճակից, պիտի կարդա։ Ես մի քանի անգամ եմ կարդացել այդ գիրքը, քանի որ նաեւ 13 թվականին էր հմայի վելը տիպարը ես գտել էի եւ արևելահայերենի վերափոխեցինք վերելք միության ջանքերով մի քանի անգամ եմ կարդացել, փոքրացրել ենք, որտեղ շատ մեծ էր 150 էջն ենք դուրս բերել եւ ամեն կարդալուց էլ ավելի էի հմայվում։ Դուք էլ պիտի կարդաք։ Գեղեցիկ միջավայր ասեցի խոսքի մեջ, հիշում եք։ Երեք այդ միջոցառման ժամանակ, որտեղ կար մոտավորապես 400 հոգի, երևի թե 99% ազգակիրներ էին։ Եվ ես ազգում եի այդ գեղեցիկ միջավայրը։ Ես ինչ-որ մի սարքեր ունեմ մեջս Աստծո կողմից դրած, որ կարողանում է չափել էներգետիկան տարածքի եւ ես ինձ լավ էի զգում, այնտեղ աղբ չկար։ Բայց այդ մարդիկ դեռ կազմակերպված չեն, շատերը իրար չեն ճանաչում, պատկերացրեք մենք կազմակերպենք իրենք, ես մեխանիզմ հետո կասեմ, այդ գեղեցիկ միջավայրը ինչ հատկանիշ պիտի ունենա, ինչպես պիտի իրար սատարեն եւ այլն։ Պարզ օրինակը կար։ Հիմա երկու խոսք Գևորգ Հալաջյանի մասին եւ եզրափակենք։ Թուրքական դատարանում 1924-25 թվերին դատում են իրեն իբր թե հայրենիքի դավաճանություն արել, թուրքական հանրապետության քրդական ապստամբներին սատարել է, մահապատիժ։ Կարողանում է այդ մարդը 30 քանի տարեկան 1-2 այնպիսի ելույթներ ունենալ այդ թուրքական դատավորների մոտ, որոնք այսպես արկղերով տրցակներով թուրքերին են ուղարկում, հենց թուրք քաղաքացին են ուղարկում, ազգությամբ թուրք են ուղարկում են Խաղան, առանց երկար բարակ նայելու։ Այս մարդը կարողանում է հասնել դրան, որ փոխել է տալիս հենց դատարանում վճիռը, 15 տարի են տալիս շղթայակապ, պիտի մնա, հետո 100 տարի էլ անշղթայակապ գնաց ողջ կյանք, կարողանում է սա անել, հասկանում եք, այնուհետև պիտի շղթաներով իրեն 30-40-50 կիլոմետր մի այդ հանցագործների խմբի հետ գնար, դատապարտվածների չասենք հանցագործ, շղթաներով, գնդերով, որոնց քաշը 75 կիլոգրամ էր։ Ինքը գիտեր, որ փոքր մոքրել էր, տեղ չի հասնելու։ Էլի կարողանում է իր հնարամտությունը օգտագործելով իրավունքները թուրքական իմանալով հասնել դրան, որ իրեն տրանսպորտով են ուղարկում։ 600-ից ավել հանցագործ ունեցող բանտ են տանում Սեբաստիա եւ տանում են քրեական հանցագործների, մարդասպանների այսպես հարկաբաժին,
Մտածելով թե թող հարցերը լուծեն գլխացավանքից էլ վերջանանք։ Հայը քիչ է, հետո էլ մեր պետության դեմ գործ է արել։ Երես անձնավորությունը հնարամտությունը օգտագործելով, խելքը օգտագործելով, կյանքը օգտագործելով ոչ միայն ինչի մահանում, չնայած սկզբի օրագիրը, որ կարդում ես, այդ օրագիրն էլ ինչ հրաշքով է կարողացել փրկել, ամեն օրվա վերջում գրում է սկզբի շրջանում։ Ես երևի թե լուսաբաց չտեսնեմ։ Որտեղ մտածում է կամ կթունավորեն, կամ կգանք խեղդեն, չի էլ քնում, որ հանկարծ դա չլինի։ Ու այս մարդը դառնում է այդ բանտի 600-ից ավելի բանտարկյալ, ասեմ, հանցագործ, ասեմ, խաղկալանավորներ էլ կային։ Դրանց դեմքը ինքն է արդեն հարցեր լուծում։ Ընդունում են բոլոր այդ միակային որպես դեմք։ Բանտային իշխանությունը եւս էլի իր կարողություններով այդեղ հաշվապահություններով գլուխ չեն հանում, այդեղ թարգմանիչ է պետք, որ կարողանա բանտարկյալային որոշում են ինչ-որ լեզուներ սովորել, դա ամեն ինչ, քանի որ գիտե դա միջը վերցնում է իր վրա։ Ամբողջ բանտը դառնում է, այսպես ասած, սանատորիա։ Մի քիչ մեղմ եմ ասում, որտեղ այնտեղ պայմանները շատ վատ էին, հողեղարկ տներ, ինչ-որ խոնավ եւ այլն։ Դրանից հետո կարող է չէ բավարարվել, ես իմ հարցերը լուծեցի, էլ ինչ է պետք ինձ։ Ապրեմ։ Սկսում է մտածել իր հնարավորությունները օգտագործելով, ոգևորել Սեբաստիայի հայության մի քանի հազարանոց ընկճված հայությանը։ Եվ այդ տիպարը նրա Սեբաստիայի համար է եղել։ Ես ձեր ասում եմ, ձեր աչքերը քիչ փայլում է, չէ՞։ Դուք պատկերացրեք Սեբաստիայի հայության վիճակը մի քանի հազար եղեռնից մազապուրց, ինչպես ասում են, ու թուրքերն էլ էլի ճնշում են այդ մարդկանց։ Փողոցում կինը կարող է երեխայի հետ գնա հայուհին ջահելները կարծակում են, ծեծում են, հետո երբ որ բանը հասնում է դիվան բաշխուն, այնտեղ գրում են կինը սեռական առաջարկներ էր անում իրենց։ Հասկանում եք։ Այս աստիճան իրավազուր, բացարձակ մարդկանցից խլել են իրենց գործարանները, ու անկարող լինելով այդ գործարանները աշխատացնել, նույն գործարանների շփերը բանվոր են աշխատացնում։ Հասկանում եք, ինչ ծանր վիճակներում են եղել։ Ու այդ տիպարով Սեբաստիայի հայությունը գլուխ բարձրացնում է։ Մի հայ կա, որ եկել է Սեբաստիայի բանտ, ու բոլորին կարողացել է բոլորի հարգանքին արժանանալ, եւ հայը գլուխը բարձրացնում է։ Մեկ էլ այս տիպի կերպարներով պիտի մեր գլուխը բարձրացնենք, մեր մեջքը շտկենք։ Սա գործիքներից մեկն է, այնտեղ շատ գործիքներ կա, հետո կասեմ ձեզ։ Եվ կարողանում է թեթևացնել պատիժը բանտում հայտնված այլ հայերի։ Կարողանում է թաքուն, գաղտնի դպրոց ստեղծել հայ երեխաների համար, որոնք չունեն այդ հնարավորություն ու վախվխում են, երբ որ ինքը առաջին անգամ ասում է, որ իրեն այցելության եկող հայերին, որ դպրոց բացեն, բոլորը սարսռում են, ինչպես, ինչ եք ասում, բա որ իմանան։ Իսկ ինքը նստած է այնպիսի մի հոդվածով, որ եթե չնչին իսկ զանցանք կատարի, այնքին որոշում է մնում ուժի մեջ, գնում է կախաղանի, հասկանում եք, այս սպառնալիքի տակ ինքը դպրոց է բացում, փողոցում մի տուն են վարձում, հայուհիներ են գտնում, միջալոց նկարագրության մեջ հայուհիները իսկապես նախանձել են, ու մեկ այդ հայուհիները հիմա էլ ունեն, ես ինքս էլ համացանցը, որ նայում եմ, ասենց ուզում եմ գնամ, ձեռքերը համբուրեմ, որ դու կաք, ուսուցիչներ, հայուհիներ դառնում են, եւ գնում է հայ ծնողը առավոտյան, ասենք, այս գծով, փողոցի մայթով գնում, հասնում է տունը, որտեղ դպրոցն է, կահ կարասին էլ ինքն էր կարողացել Ամերիկայի հայերից, ուրիշների միջոցով նամակ գրելով ինքը իրավունք չուներ փող բերեր, որ նստարան առնեն եւ այլ, գնում է ծնողը երեխան հետ, երեխան իբր պատահաբար ձեռքը թողում մտնում է տուն, հետո այն մյուս ծնողն է գալիս այսպես 20-30 հոգի, եկել օրվա վերջին։ Հիմա երբ որ ես ասեմ, եկեք կրթական համակարգը մեր ձեռքում չէ, աղա վաղելու են, եկեք մտածենք ազգակիներին ինչպես փորձենք իրական կրթություն տալ, շատերը կասեն, հնարավոր չի, չեն կարող, չեն թողնի։ Ես ընդհանրապես իր օրինակս ես բերում, ասում, լանայ, կարող է դուք ավելի վատ վիճակում եք հիմա գտնվում, քան ասենք Գևորգ Խալաջյանը Սեբաստիայում 1925-26 թվականին թուրքական, երբ որ այդ քայլի համար կարող մեռներ։ Այնպես որ ընկճվել պետք չի։ Այդ օրինակները նրա համար են, որ դուք զգաք, որ անհնար բան չկա։ Գևորգ Խալաջյան հենց դա է գալիս ապացուցում։ Հայի համար անհնար բան չկա։
բայց սրանով էլ չի բավարարվում ինքը։ Հայ որփուհիներ կային եւ որբեր կային, որոնց տաղապերի տանեին այդ որ շատ հարեմներ, այնտեղ իրավունք ունեին թուրքերը մի քանի կին ունենալ եւ խանդավառությամբ էլ հայեր էին վերցնում աղջիկներ, այսպես շատ երեխաներ ունենային սիրուն, օժտված հնարավորության սահմաններում դժվարությամբ գումարներ հայթայթելով, ինչ որ թղթեր կառուցելով փախցրել այդ երեխաներին Թուրքիայից, հատուկ նավերով։ Բանտում գտնվող մարդը հասկանում եք։ Իր կենսագությունը, որ կարդում ես, զգում ես ոչ մի դեպքում դու պիտի մեջքի վրա չընկնես։ Քեզ ամաչացնում է, որ դու այս վիճակում դու ինչ որ անհրաժեշտ քայլերը չես անում, գոնե այն ինչ որ կարելի էր։ Հետո մտածում եմ ինչպես անենք, որ Սեբաստիայի այդ հայության, այդ գավառի, որոնք շատ թշվառ վիճակում են ապրում, կազմակերպի տեղափոխեն Հայաստան։ Բանտում գտնվող ինչպես պիտի անի։ Քանի որ մեծ հեղինակություն էր, այդտեղ քրդեր, չերքեզներ եւ այլ որ կային, անգամ թուրքեր, խնդրում եմ, ասում դուք նամակներ գրեք, ինչ որ ձեր եկող գնացողներին, իմացեք ձեր գյուղում, ձեր բանում, քանի հայ կա։ Այդ պատկերը ունենում է 45000 կարծեմ հայ ինչ որ թիվ է ստանում, ուրիշների միջոցով էլի ուղարկում է Հայաստան, բայց Հայաստանից պատասխան է գալիս ավելի մանրամասն տվյալներ տվեք ունեցված կուսակցություն եւ այլն։ Այս մարդը ինչպես իմանա, ու այս գործը չի ստացվում։ Ամենակարևորը, որ ես էլ ուզում եմ ուշադրությունը հրավիրեմ ձեր, որ սա այս ինչ որ ասեցի, ձեզ համար թվում է ֆանտաստիկա, չէ՞։ Ինքը հաջողեցնում է այդ բանտինկից ինչ որ մի երկհարկանի ինչ որ տուն կար, որ տան իրեն, այդտեղ մնա։ Եվ այդ տունը վերածում է Սեբաստիա քաղաքի մտքի կենտրոն։ Քաղաքի մտավորականությունը գալիս են իր մոտ, այսպես ասած աշխարհաքաղաքական, տիեզերական, կրոնափիլիսոփայական, համամարտկային եւ այլ բնույթի քննարկումների մասնակցելու։ Մի մարդ, որ բանտարկյալ է ու այդպես տարիքով իմաստնացած էլ չի, որ ասես դե կյանքի փորձ կա եւ այլ, 30 քանի տարեկան դառնում է Սեբաստիա քաղաքի մտքի կենտրոնը։ Հասկանում եք, մի մարդ այդ իրավիճակում, եթե կարողանում է դառնալ, ու թուրքերն են գալիս թուրքական քաղաքի մտքի կենտրոնը, բայց եթե մենք հավաքենք մեր շնորհալիներին, չի Գևորգ Խալաջյանից չունենք, իսկ որ հավաքենք, մենք չենք կարող Հայաստանում մտքի վերածնունդ անել։ Ու դեռ ավելի շատ է, ինչ չեն կարել հին ժամանակներում աշխարհի մասշտաբով, այսպես արժեհամակարգային ինչ որ փոփոխություններ, արժեքներ տալ։ Արել ենք։ Եվ այս ամենը ես ներկայացնում դες ինչի համար, որ իմանանք, որ մի հայ այդ գեր ծանր պայմաններում գտնվելով ու գիրքը կարդաց է, ես շատ մեղմ եմ պատմում, դուք էլ կսարսռեք, ամեն գիշեր դուք էլ չեք քնի իր հետ։ Ասեք, տեսնես ես մարդը կփրկվի թե չէ, չնայած գիտեք որ հետո ես ասում եմ փրկվել է, բայց մեկ է, ելի որ դուք կարդաք, որտեղ գիրքը ինքն է գրել վերջի հետո տարել է դուրս։ Եվ իմ երազանքն է այս մասին սերիալ հանել։ Ես վստահ եմ, եթե մենք սերիալ հանեցինք, այստեղ բայց ծախսերի խնդիրը չկա, երկհարկանի հող է, ինչ որ մի տուն է, գետնահարկ, պալատներ չկան, ինչ որ շքեղ, որ ծախսեր անեք։ Ամեն այդ բանտի մեջ է ճաղեր, ինչ որ հողի տանակներ, բայց քանի բարդ գործ չի։ Ու այդ դա որ ցույց տակ նախ մենք մեր մեջքը կշտկենք, որ մենք ընկճվող չենք, ընդգրկող չենք ազգակիր տեսակը, որ ցանկացած իրավիճակից մենք կարող ենք լուծում գտնել, ու նաև մենք ասելիք ունենք Աստվածատուր, եւ մենք մեզ կխանդավառենք ու աշխարհին ցույց կտանք, ասենք հայը սա է, հայը նրանք չեն, որ հիմա այսօր ներկայացնում են մեզ, այ հայը դա է։ Եվ այս տեսակ քանի կերպարներ ունենք, ու ես որ դες հանգամանալից ներկայացնեմ, մի առանձին բաժին սրանով պետք է զբաղվի։ Ու իմացեք, մենք հաջողելու ենք այդ կառույցը կարողանալու ենք ստեղծել հատկապես հիմի, երբ որ նպատակային կերպով միլիարդներ են ծախսում մեզ վարկաբեկելու համար դրսերում, մեզ նվաստացնելու այսօր այստեղ։ Այնպես որ բարոյական հայի վերածնունդ անհրաժեշտությունն է եւ այս հաղորդումն էլ ընկալեք որպես բարոյական հայի վերածննդի մեկնարկի մասին աստ։ Ես դա
ասում եմ եւ հնարավորության սահմաններում փորձելու ենք դա անել իհարկե նրանց հետ, ովքեր սա ընկալեցին եւ կարձագանքեն ու մենք չենք բավարարվելու միայն հեռուստատեսային հաղորդումներով։ Այսօր այսքանը, մինչ նոր հանդիպում։